Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ստեփանյան։ Բարև ձեզ։ Տիկին Ստեփանյան, երեք Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ ասուլիսով ու չասեմ հետաքրքիր, բայց այսպես թիրախային թեմաներից մեկը թրիփն էր։ Թրիփը Քոչարյանը համարում է անվտանգային սպառնալիք Հայաստանի համար, որը տանում է երկիրը դեպի փակուղի։ Ինչ սպառնալիքներ է տեսնում Քոչարյանը, որովհետև թրիփը կարծես հակառակի մասին է, փակուղուց դուրս գալու մասին է, ապա շրջափակման մասին է։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ նաև հարցերի համար։ Երեք Ռոբերտ Քոչարյանը դարձյալ ասուլիս տվեց, բնականաբար այնտեղ հատնտիր լրագրողներ կային, ովքեր ըստ երևույթին նախապես գեներալնի փորձի շրջանակներում հարցերը արդեն տվել էին եւ պատասխանները բնականաբար պետք է հնչեին այնպես, ինչպես ժանրի կանոններին համաձայն է։ Միայն թրիփի մասին չէ, որ խոսեց Ռոբերտ Քոչարյանը, նաեւ թրիփի մասին խոսեց։ Հենց առաջին մուտքը լրագրողների մոտ, երբ որ նա հարցրեց լրագրողներին ինձ կարոտել եք եւ արձագանք չստացավ, ես կարծում եմ արդեն ամեն ինչ սրանով ասված էր, փաստորեն լրագրողները նրան չէին կարոտել, իսկ թե ինչու էին գնացել, չգիտեմ, գուցե առիթ լինի լրագրողները իրենք այս հարցին կպատասխանեն։ Ընդհանուր առմամբ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի նոր բան չասեց։ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ մեղադրեց Հայաստանի Հանրապետությանը պատերազմը սկսելու մեջ, դարձյալ մեղադրեց Հայաստանի Հանրապետությանը եւ այսօրվա իշխանություններին աշխարհում տեղի ունեցող բոլոր բուռն գործընթացների մեջ միակ բանը, որ չմեղադրեց, դա ըստ երևույթին Գազայում տեղի ունեցող գործընթացների մասին էր։ Ինձ համար շատ ամենացավալի դրվագը այն էր, որ սույն անձը լինելով մեր երկրի իհարկե չընտրված նախագահը, բայց այնուամենայնիվ տարբեր հարթակներ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությանը ոչ մի պետական արժեք, ոչ մի պետական ինստիտուտ, ոչ մի պետական համակարգ, որևէ հարգանք, սոլիդարություն իր նախկին ներկա գոլեգաների նկատմամբ չունի։ Ես կարծում եմ նա թերևս սրանով, ոչ միայն սրանով, նաև սրանով է բացառիկ հայ քաղաքական դաշտում, երբ որ լրագրողներից մեկը նրան հարց տվեց օրինակ վարչապետի ոչ ստանդարտ իրավիճակներով հանդես գալու, մասնավորապես ասաց, որ երիտասարդների շրջանում որոշակի ակտիվության դրսևորումներ արտահայտելու ժամանակ օրինակ վարչապետին մենք այսօր կարող ենք տեսնել թմբուկ նվագելիս կամ երգելիս, նա ասաց, որ ինչ որ կենթանու հետ օրինակ բերեց, որը կարծում եմ սարսափելի վատ էր եւ դա չի խոսում վարչապետի վատ լինելու մասին կամ վարչապետի վատ նվագելու մասին կամ վատ ղեկավարման մասին, դա խոսում է նրա արժեհամակարգի մասին եւ ներողություն եմ խնդրում ինչ որ չափով նրա դաստիարակության պակասի մասին, որովհետեւ չի կարելի երկրի ընտրված ղեկավարի վերաբերյալ նման արտահայտություններ թույլ տալ, բայց այստեղ մի ուրիշ հարց է առաջանում։ Դարձյալ նույն լրագրողի հարցի շրջանակներում, երբ որ նրան հարցրին հնարավոր է ձեզ ոչ ստանդարտ իրավիճակում տեսնենք, նա պատասխանեց մեծ առումով ոչ, դե այստեղ հարց է առաջանում քաղաքացիների մոտ, այդքանից հետո դեռ պիտի երգերել Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ բանակին եւ ասաց, որ այսօր բազմաթիվ են հայկական բանակում խնդիրները։ Ես Ռոբերտ Քոչարյանին եւ իր խմբակցությանը նորից վերահրավիրում եմ վարչապետի ձևակերպման համատեքստում, որպեսզի նրանք գնան եւ տեսնեն, թե այս տարիների ընթացքում մասնավորապես 21-22 թվականներից սկսած ինչ ահռելի աշխատանքներ են կատարվել բանակում, դրանք կլինեն ամրաշինական աշխատանքներ, դրանք կլինեն զենքերի ձեռքբերում, մասնավորապես ես շատ ուզում եմ կարևորել ռազմական ուսումնարաններում մեր կրթական ծրագրերի վերանայումը, լեզուների իմացությունը, ֆիզիկական կուլտուրայի հետ կապված հմտությունները, կարողությունները, բարձր աշխատավարձը, որոնք դարձյալ սոցիալական երաշխիքների համատեքստում կարելի է տեսնել մեր զինվորների մոտ եւ ամենակարևոր ցուցիչը Ռոբերտ Քոչարյանի եւ նրան հաջորդող տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության 100 հազարավոր քաղաքացիներ իրենց տղաներին բանակից ազատելու պատրվակով հեռացրել են։ Այսինքն արտագաղթի հիմնական պատճառը եղել է բանակում չծառայելը եւ երկրորդը սոցիալական արդարության կամ արդարադատության բացակայությունն է։ Երկու գործոններն են մեծապես ազդել արտագաղթի վրա։ Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ ընտանիքները զանգում են, տղաները երիտասարդ զանգում են արտերկրից եւ ասում են խնդրում ենք փոփոխություններ արեք, օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկեք, որպեսզի մեր նկատմամբ ոչ միայն հետախուզումը դուրս գա, որովհետեւ երբ որ ծնողներն են նրանց փոխարեն որոշում ընդունել, երբ դրանք դեռ փոքր էին, հիմա նրանց ցանկությունը կա վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, բայց նրանք հետախուզման մեջ են եւ նրանք մեզ ներքևից միտք են տալիս, գաղափար են տալի հանդես գալ օրենսդրական փոփոխություններով, որպեսզի կարողանան
հետ գալ, իրենց պարտքը տալ հայրենիքի նկատմամբ եւ ապրել, արարել եւ կայանալ Հայաստանի Հանրապետությունում։ Սա կարծում եմ ամենակարևոր ցուցիչն է եւ Ռոբերտ Քոչարյանը իրեն բնորոշ ձևով ամեն ինչի մուքը տեսնելով, ամեն ինչին բացասականը տեսնելով, ամեն առիթով նեգատիվ արտահայտություններով հանդես գալու փոխարեն ուղղակի կարող է իր ֆրակցիայի 2 կամ 3 պատգամավոր պարզապես ուղարկել եւ նրանք կան իրեն պատմեն, թե ինչ է տեղի ունենում հայոց բանակում։ Ես ցավալիորեն ուզում եմ նշել, որ այս հսկայական աշխատանքները, որ այսօր արվում են եւ մենք ունենք բազմաթիվ զինվորներ, ովքեր ծառայում են, բնականաբար զինվորները պատմեն իրենց ընտանիքներին բանակում տեղի ունեցողի կամ կատարվողի մասին, իսկ ընտանիքներն էլ բնականաբար որոշակի կարծիք են ձևավորում։ Հետևաբար այս վերամբարձ արտահայտությունները իշխանությունների նկատմամբ թե բանակի մեջքը կոտրում են կամ բանակը քանդել են, բնականաբար իրականությանը չեն համապատասխանում։ Մյուս հետաքրքիր ուղերձը, որ Ռոբերտ Քոչարյանը արեց, ասաց, որ ինքը լինելով 10 տարվա ղեկավար ոչ մի թթու խոսք չի ասել Թուրքիայի եւ թուրքերի հասցեին։ Սա շատ հետաքրքրաշարժ է, մասնավորապես այն համատեքստում, երբ Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիան հիմնականում բաղկացած է դաշնակցական կուսակցության անդամներից եւ դաշնակցության կուսակցության ամենավտանգավոր, ամենանողկալի եւ ամենավիրավորական արտահայտություններից մեկը ինչ որ մեկին թուրք անվանելն է, իսկ բոլոր նրանք, ովքեր խոսում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին կամ Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին, այսպես նրանք գամում են անարգանքի սյունին։ Ես ուզում եմ հասկանալ, ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանը տեղյակ է իր ֆրակցիայի բառապաշարից կամ Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիան տեղյակ է, որ իրենց քաղաքական առաջնորդը օրինակ նման վերաբերմունք կամ նման դիրքորոշում ունի հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Իդեպ նաև Հայաստան-Ադրբեջան առևտրի մասով ասաց, որ Հեյդար Ալիևին ժամանակին այո, ժամանակին ես կցանկանամ նաև այս համատեքստում հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանը նամակ էր գրել տարիներ առաջ Էրդողանին, ասելով, որ պատմությունը պատմություն, պատմական արդարություն, բայց ինքը գտնում է, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը եւ Թուրքիան կարգավորեն իրենց հարաբերությունները, ասեմ, որ սա նա նաև տեսնում էր սահմանի բացման համատեքստում, որովհետեւ չի կարող ակվարիումի դերում հայտնված պետությունը, որը ցավոք այսօր Հայաստանի Հանրապետության մասին է, որտեղ 70-ից 80% սահմանները փակ են, չի կարող խոսել զարգացման մասին։ Տեսեք, եթե մենք փակ սահմաններով այսքան փորձում ենք եւ էլի ունենք տնտեսական զարգացումներ, ապա ինչ լայն հնարավորությունների մասին կլինի խոսքը, եթե մենք կարողանանք իսկապես մեր արտաքին քաղաքականության ուղերձների, մեր արտաքին քաղաքականության վերանայումների շրջանակներում կարողանանք հասնել այս ամենակարևորին։ Ներդրումային միջավայրից խոսեց Ռոբերտ Քոչարյանը, ասելով, որ պետության զարգացման եւ տնտեսության զարգացման հիմնական եւ կարևոր բաղադրիչներից մեկը ներդրումային միջավայր ստեղծելն է եւ զուգահեռաբար այսպես անվանարկում էր TRIP-ի հետ կապված խնդիրներին, ասում էր, որ TRIP-ը ընդհակառակ անվտանգային հարցեր լուծելու փոխարեն անվտանգային սպառնալիքներ է ստեղծում։ Ես կարծում եմ հեռու չէ այն ժամանակը, երբ Ռոբերտ Քոչարյանը ինչ որ վարձու աշխատողների կամ ինչ որ վարձու պատվիրակություններ կձևավորի եւ կուղարկի օրինակ Իրան, որպեսզի Իրանում հնարավորինս բորբոքի հակահայաստանյան եւ հակահայկական տրամադրությունները, որովհետեւ ոնց որ թե Ադրբեջանը չի կրակում, որը խառնում է նրանց բոլոր խաղաքարտերը, կարծես թե խաղաղությունը քիչ փոքր քայլերով, բայց այնուամենայնիվ ամուր դեպի առաջ է գնում։ Սա խոսում են բազմաթիվ տնտեսական գործարքներ, որ եղել են եւ շարունակվելու են լինել։ Իրանը կարծես թե մի քիչ ունի այսպես վիրավորվածություն, բայց իրենց ցանկացածի կերպով կտրուկ չի արտահայտվում հայկական իշխանությունների նկատմամբ։ Ամերիկան այն բրոշյուրը, որ իրենք անվանում էին բրոշյուր խաղաղության խաչմերուկը, այդ բրոշյուրին բավականին լուրջ կարևորություն է տվել։ Մենք արդեն խոսում ենք, որ ամռան ընթացքում արդեն որոշակի աշխատանքներ գետնի վրա կիրականանան։ Վենսը այցելում է Հայաստան, այո, Վենսը այցելում Հայաստան եւ նույնիսկ երեք վարչապետը իր ասուլիսի ընթացքում չբացառեց, որ ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց, որ չի բացառվում այդ օրերին նաև հայ-թուրքական սահմանին որոշակի առաջխաղացում լինի։ Հասկանում եք, այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները, վարելով ներքին եւ արտաքին խելամիտ բալանսավորված քաղաքականություն, կարողանում են քիչ-քիչ մարտահրավերները չեզոքացնել, ռիսկերը հնարավորինս փոքրացնել եւ Հայաստանը տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական օբյեկտից վերածել սուբյեկտի, որտեղ մեզ հետ հետաքրքրվածությունների, շահերի հատման
համատեքստում հաշվի են նստում բազմաթիվ պետություններ։ Սա նշանակում է, որ նախկինում գործող կուսակցությունները եւ նախկինում գործող առաջնորդները անդարձ ուղեգիր են ստանդում դեպի քաղաքական աղբանոց եւ ինչ է մնում նրանց ընդհանրապես անվանարկել եւ քաղաքական լիդերներին, քաղաքական առաջնորդներին, առավել եւս երբևէ այս երկրի քաղաքական ղեկը բռնած մարդկանց դեպքում, չգիտեմ, ես իմ դաստիարակությունը թույլ չի տա ես ավել բան խոսեմ եւ այստեղ մի ուրիշ հետաքրքիր հարցի մասին է խոսում Ռոբերտ Քոչարյանը, ասելով, որ իր կյանքի լավագույն տարիները 2008-2018 թվականներն էին, որը ըստ էության համընկնում է այն ժամանակահատվածին, երբ նա որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել եւ հաջորդ հարցերի ընթացքում նշում է, որ ինքը շատ լավ է վաստակել, որ ինքը տարբեր կազմակերպություններում, ընկերություններում ունի բաժնետոմսեր եւ այլն։ Այս դեպքում հարց է առաջանում, ինչու է նա ամեն գնով փորձում դարձյալ գալ իշխանության եւ անգամ համաձայն է, որ ինքը չլինի վարչապետի առաջնորդը, եթե սոցիալական հարցումներ իրականացնող կազմակերպություններ ասեն, որ նրա քաղաքական թիմում կամ հնարավոր միավորման բլոկում լինի ինչ-որ մեկը, որ ավելի շատ քվեկ ստանա կամ վստահություն կունենա, քան ինքը։ Մի պարզ պատճառով, որովհետև իրավապահ համակարգում կան որոշակի գործեր, որոնք նաև վերաբերում են Քոչարյանների ընտանիքին եւ այն անշարժ եւ շարժական գույքերի հսկայական ցուցակները, որոնք հանգիստ կարող են տեղավորվել անշարժ գույքի գործակալական ցանցի ունեցվածքի համընկնման հետ եւ ինչ որ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված process-ներ կան եւ Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, որ ջրի բերածը կարող է ջուրն էլ տանի։ Այսինքն այդ խնդիրն է լուծում իշխանության գալով ըստ էության։ Միակ բանը դա է, որտեղ նա ասում է, որ չի ուզում գալ, կարծես իրեն ինչ-որ մեկը ստիպում է, որ ինքը գա, կարծես ինքը հարկադրված է գալու, իսկ հարկադրված գալիս է ինչ անի, եթե նրա քաղաքական դաշտում որևէ մեկը չի սպասում, մինչև երեկվա ասուլիսը օրինակ մենք գիտենք, որ իր եւ իր ֆրակցիայի մեջ համախոհություն կա, բանից պարզվում է համախոհություն էլ չկա, որտեղ նա հակված է, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի եւ մենք շարունակենք մեր տնտեսական գործակցությունը տարածաշրջանի տարբեր երկրների հետ ընդհանրացակենք, բայց իր ֆրակցիան նման կարծիք չունի։ Բայց միաժամանակ չասեմ էլի հետաքրքիր վտանգավոր հայտարարություն է անում այն իմաստով, որ մենք մեծ սփյուռք ունենք եւ պիտի չսահմանափակվենք այդ 29000, ինչպես ինքն է ասում, չգիտեմ, 700-800-ով, հստակ թիվն էլ չի հիշում, ամեն անգամ կողքից փորձում են իրեն օգնել հուշել, բայց ասում է դա շատ քիչ է, պիտի չսահմանափակվենք։ Այսինքն այստեղ նաեւ սա հստակ վերաբերմունք է հարևանների հանդեպ, մարդը որ հավակնում է գալ իշխանության, արդյոք Հայաստանի շահերից է բխում հարևանների հետ նման խնդիր առաջացնել, այսինքն հարևաններին ասել, ցույց տալ, որ մենք չենք սահմանափակվելու 29000-ով։ Ում հաշվին, այսինքն դա լինելու է Թուրքիայի հաշվին, Իրանի հաշվին, Ադրբեջանի հաշվին։ Համամիտ եմ ձեզ հետ, այո, նա կրկնեց նախկինում էլ կարծեմ նախավերջի ասուլիսի ընթացքում էլ նա ասաց, որ չի կարելի սահմանափակվել միայն մեր տարածքով, այսինքն սա նշանակում է, որ նախկինում գուցե եղել են տարբերակներ, որ օրինակ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանը հոգեմաշանող Հայաստանը քայքայող Հայաստանի մեջքը կոտրող նաև հայ երիտասարդների մեջքը կոտրող այդ բազմաթիվ տարիների ընթացքի այդ կոնֆլիկտը ինչ որ կերպ լուծվի, բայց Ռոբերտ Քոչարյանը ունի մտասևեռված գաղափար, նա գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը լինելով փոքր երկիր եւ չունենալով օրինակ տարբեր ռեսուրսներ, որոնք կարող են հետաքրքրել մեծ տերություններին, ունի ընդամենը մեկ հնարավորություն, որպեսզի աշխարհի ուշադրությունը բերի Հայաստան։ Դա հարևանների հետ կոնֆլիկտների մեջ մտնելն է, այսպես ինչպես ինքն է ձևակերպումների մեկի ժամանակ ասում բզբզալն է հարևանների հետ, որպեսզի մեծ տերությունները կամ որոշակի խոշոր կառույցներ հետաքրքրություն դրսևորեն Հայաստանի նկատմամբ, սկսեն Հայաստանին համոզել, որ գիտեք, պետությունները ունեն տարածքային ամբողջականություններ եւ չի կարելի տարածքային ամբողջականության նկատմամբ, այսինքն դու կոնֆլիկտ ես ստեղծում, որ աշխարհի ուշադրությունը գրավես։ Մենք եւ մեր իշխանությունը դրա հակառակն ենք կարծում։ Մենք կարծում ենք, որ այս հարաբերփոխ աշխարհում, որտեղ ժամերի տարբերությամբ մեծ տերությունները փոխում են իրենց արտաքին քաղաքականությունը, որտեղ ժամերի տարբերությամբ շահերի բախման կետեր են առաջանում, բազմաթիվ տարիներով բազմադարյա կառույցները կարծես թե փոխել են իրենց ֆունկցիոնալ գործառույթային իրավիճակը եւ անգամ ՄԱԿ-ը չի կարողանում իր լիազորությունների շրջանակներում իրականացնել տարբեր ֆունկցիաներ, որոնք ի վերուստ վերապահված են իրեն, մենք փորձում ենք եւ տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանի Հանրապետությունը շահերի բախման կիզակետ
կետից վերածել հնարավորությունների խաչմերուկի։ Այսինքն մենք հասկանում ենք, որ իհարկե կան պետություններ, որոնց հետ մենք կարող ենք ունենալ շահերի բախում, բայց բախումը իր մեջ արդեն ենթադրում է կոնֆլիկտ։ Կոնֆլիկտը կստանա երկարատև սառը կոնֆլիկտ անունը կամ երկարատև ռազմական գործողությունների կենթադրի իր մեջ, դա արդեն զարգացումների համատեքստում պետք է դիտարկել։ Մենք ընդհակառակը մենք կարծում ենք, որ բացի շահերի բախումից հնարավոր է նաև շահերի համընկնումներ, հետաքրքրությունների առաջ բերել եւ մենք աշխատում ենք դրանց վրա։ Այսինքն մենք կոնֆլիկտը ի սկզբանե չեզոքացնում ենք եւ փորձում ենք հասկանալ ինչ հնարավոր համագործակցություն կարելի է սկսել պետությունների հետ, որովհետեւ ինչ է քաղաքականությունը։ Քաղաքականությունը նախ եւ առաջ աշխարհագրություն է եւ երկրորդ տնտեսություն է։ Եվ քաղաքականության բազմաթիվ սահմանումներից մեկն էլ հետևյալն է, որ քաղաքականությունը, տնտեսությունը քաղաքականության խտացված տեսակն է։ Այսինքն, եթե դու ունես տնտեսական սխեմաներ, տնտեսական համագործակցություն կամ հնարավոր հարաբերությունների կարգավորման համատեքստում նոր տնտեսական հնարավորություններ, ապա երկրները ինչու պետք է քո հետ պատերազմեն կամ ինչ ցանկություն պիտի ունենան քո հետ մտնելու կոնֆլիկտի մեջ, եթե երկուստեք շահավետ փոխգործակցության հնարավորություններ են բացվում։ Եվ Ռոբերտ Քոչարյանը սա ի սկզբանե երևի չեզոքացնում է, դա էլ երևի տեսակի խնդիր է։ Երեք ես իր հարցազրույցից հետո օրինակ հիշել եմ, որ միջազգային լրահոսին հետևելով, նաև մեր տեղական լրահոսին հետևելով, նաև փորձագետների շուրթերով կարող ենք լսել օրինակ հետևյալ հայտարարությունները, որ Բայդենի Ամերիկան նման չէ Թրամփի Ամերիկային, կամ Պուտինի Մոսկվան նման չէ այսինչ ղեկավարի կամ Նիկոլի Հայաստանը նման չէ Քոչարյանի Հայաստանին։ Այսինքն քո քաղաքականությունը մեծապես ենթադրվում է եւ բովանդակային առումով լցվում է նրանով, թե ով է քո իշխանության ղեկին։ Եթե քո իշխանության ղեկին ռազմատենչ, մարտատենչ եւ նույնիսկ միջանձնային հարաբերությունները կամ խմբային կոնֆլիկտները պարտադիր ֆիզիկական հաշվեհարդարով կամ ավելի բարդ սխեմաներով, չգիտեմ, զենքի գործադրմամբ են լուծվում, ուրեմն դու նույն վերաբերմունքը կունենաս ըստ երևույթին հարևանների հետ հարաբերվելու ժամանակ, եթե դու գաս իշխանության, բայց եթե դու փորձում ես սուր եզրերը հնարավորինս կլորացնել, երբ որ դու գտնում ես, որ եթե դիմացինդ այլ մոլորակային չէ եւ դուք կարող եք գտնել այլ ընդհանուր լեզուն կլինի, դիվանագիտական կլինի, համագործակցային կլինի, նույնիսկ կատակային կլինի, կուլիսների հետևում մի քիչ ավելի բուրըն քննարկումների արդյունքում, որը քեզ կբերի ի վերջո խնդիրների լուծման, ուրեմն քո երկիրը այդպիսի տպավորություն կթողի աշխարհում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը հենց այդպիսին է։ Ես չգիտեմ ովքեր են սա ցավով ընդունում, ովքեր են սա դառնությամբ ընդունում, ովքեր հասկանում են, որ իրենց մուտքը քաղաքականություն ըստ էության կարող է սահմանափակվել մաքսիմում մի քանի մանդատով ազգային ժողովում եւ ի վերջո նրանք կհասկանան, որ պետք չի այսպես բռնազավթել քաղաքական դաշտը եւ ժամանակն է, որպեսզի իրենք հեռանան նոր քաղաքական ուժեր կան, քաղաքական Տիկին Ստեփան, կներեք, իսկ դրան համար ձեր իշխանության միջամտությունն էլ պետք չէ, միջամտություն նկատի չունեմ, ուղղակի միջամտություն, օրենսդրական մակարդակում, այսինքն վերջին 7-8 տարիներին Պարբերաբար խոսակցություններ են նրա մասին են, որ ընդդիմադիր դաշտը չի կայանում, որովհետև ընդդիմությունն են հիմնականում նախկին ղեկավարները, այո, ինչպես ասում եք, դաշտը պիտի արդեն թույլ տան, որ դաշտում հայտնվեն նոր ընդդիմադիր ուժեր, բայց մենք տեսնում ենք, որ գոնե վերջին 8 տարիներին դա տեղի չի ունենում, այսինքն որոշ ընդդիմադիր շրջանակներ էլ ասում են, որ նրանք մեծ ռեսուրսներ ունեն եւ նրանց ռեսուրսների հետ պայքարի մեջ մտնելը շատ բարդ է, այսինքն այստեղ օրենքի ուժով ինչ որ անելիք չունի նաեւ իշխանությունը, որ մարդիկ ովքեր նման մեծ ցանկի գույք են պահանջում պետությունը իրենցից, դուք էլ դրա մասին խոսեցիք, մարդիկ ովքեր այսպես պորտալերով կապված են օտար երկրների հետ, օտար երկրներում բիզնես ունեն եւ գալիս են այստեղ հավակնում են իշխանության, պարզապես չմտնեն ընտրապայքարի մեջ։ Դա նաև պաշտպանել է քաղաքացուն։ Հանուն արդարության պետք է նշեմ, որ դա այդպիսի նամակներ ես նաև ստանում եմ քաղաքացիներից, ովքեր մեզնից պահանջում են ընդունել օրենքներ, որով կսահմանափակեն կոնկրետ անձանց մուտքը քաղաքականություն։ Բայց այստեղ ես պետք է խոսեմ նախ Հայաստանի Հանրապետության միջազգային կշռից եւ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը իսկապես բռնել է ժողովրդավարացման ուղին եւ Հայաստանի Հանրապետությունը իսկապես ցանկանում է, որպեսզի մեր ամենամեծ անվտանգային երաշխիքը լինի նախ ժողովրդավարությունը եւ ժողովրդավարությունը իր ամուր տեսքը ստանա նաեւ առարկայական նյութական տեսքով խաղաղության համատեքստում։ Սրանցից ավելի կարեւոր երաշխավորներ այս արդի քաղաքական աշխարհում չկան։
Երկրորդը, երբ որ մենք Հայաստանի Հանրապետությունում որևէ օրենք ենք ընդունում կամ ինչ որ կարգավորում ենք փորձում մտցնել, դա պետք է բխի ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից եւ սպասարկի Հայաստանի Հանրապետության եւ նրա օրակարգը եւ քաղաքացիների շահերը, այլ նաեւ շատ մեծ փաթեթների դեպքում մենք պարտավորված ենք պարզապես ուսումնասիրել միջազգային փորձը եւ տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի կամ յուրաքանչյուր 6 ամիսը 1 կամ 2 տարին 1 միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններ, որոնք չափում են այս կամ այն երկրների ժողովրդավարության ինդեքսը, շատ կարևոր է մեզ համար, որպեսզի այդ ինդեքսը լինի դրական, որտեղ որքան որ դրական են քո երկրում ժողովրդավարացման գործընթացները, կլինեն ուղղաձիգ, կլինեն հորիզոնական, այնքան նրանք ավելի շատ կարող են քեզ դիտարկել որպես գործընկեր։ Հետևաբար այս առումներով մենք չենք կարող դիմել, կներեք ձևակերպման համար, տապորային կարգավորումների։ Մենք պետք է գնանք օրենսդրական դաշտում եւ իհարկե, եթե մարդը ունի օրենքով արգելված ինչ-ինչ խնդիրներ, որը բացառում է նրա մուտքը քաղաքականություն, մենք չենք կարող ուղղակի մեր կամքով կամ մեր քաղաքական ճաշակով որևէ մեկի մուտքը քաղաքական դաշտ արգելել։ Բայց մյուս կողմից, ինչքան էլ որ քաղաքացիները ասում են ռեսուրսների հետ դժվար է պայքարել եւ այլն, ռեսուրսը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է առհասարակ քաղաքականությամբ զբաղվելու համար։ Նախկինում բազմաթիվ էին ընտրակաշառքի դեպքերը, նույնիսկ կային դեպքեր, երբ ուղղակի պարկով փողեր էին նկարում քաղաքացիները եւ ցույց էին տալի հանրությանը, որ այս կամ այն քաղաքական ուժը պարկով գումար է բաժանում։ Բայց այսօր մարդիկ էլ չեն խոսում ընտրակաշառքի մասին, որտեղ մենք եկել ենք եւ կարողացել ենք դա հետ քաշել։ 1-2 փորձ Գյումրիում եղավ եւ այդ 1-2 փորձը կարճաժամկետ ուղղակի էֆեկտի համար շատ ծանր նստեց ոչ միայն Գյումրու եւ գյումրեցիների համար, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության համար առհասարակ։ Եվ ես կարծում եմ, որ եկող երիտասարդները, այն նոր սերունդը, որ առաջ է գալի, որը արդեն այլ կրթական ծրագրերով է սովորել եւ այսօրվա 18 տարեկանը բնականաբար 20 տարի առաջվա 18 տարեկանը չի, ինչքան էլ փողով հրապուրեն, նա միևնույն է փողի համար որևէ մեկին չի ընտրի։ Այս մարդկանց դարն էլ անցել է, ուղղակի իրենք չեն համակերպվում այդ մտքի հետ եւ գալով նորից Ռոբերտ Քոչյանը ինքը վերջնականապես կարևոր է, որ կողմնորոշվի։ Ի վերջո ինքը իր զավակին է, այսպես ասած, մուտք ապահովում, զավակի համար է մուտք ապահովում դեպի մեծ քաղաքականություն, թե նույնիսկ իր զավակին չի կամենում դա եւ այնուամենայնիվ ցանկանում է, որ այն ինչ հնարավոր է իշխանությունից փոկել, ինքը փոկի, անունը դնելով երկրի համար եմ անում։ Եվ դուք մի շատ հետաքրքիր դիտարկում արեցիք, երբ որ Ռոբերտ Քոչյանը երեկվա ասուլիսում այսպես հպարտությամբ ասում է, որ ինքը բոլոր տեղերում աշխատել է եւ ունի ինքը շատ հետաքրքիր փորձառություն եւ ունի շատ կարեւոր կարողություններ եւ հմտություններ։ Խնդիրը հենց սրանում է եւ Սամվել Կարապետյանը եւ Ռուսաստանաբնակ այլ օլիգարխներ, ովքեր հսկայական ֆինանսական ռեսուրսների են տիրապետում, որովհետեւ ունեն հսկայական բիզնեսներ, ցավոք Հայաստանի Հանրապետությունն էլ են նմանեցնում իրենց կազմակերպություններից որևէ մեկին։ Բայց այստեղ մի շատ թույլ, բայց այնուամենայնիվ շատ կարեւոր դիտարկում պետք է անեն, գուցե թույլ ֆինանսական տեսանկյունից, բիզնես շահերի տեսանկյունից։ Տեսեք, երբ որ դու բիզնեսմեն ես, դու ամեն ինչ դիտարկում ես բիզնեսի համատեքստում։ Բիզնեսը ինչ է ենթադրում։ Բիզնեսը նշանակում է շահույթ ինչ որ մեկին կամ ինչ որ ընկերության։ Հիմա երբ որ բիզնեսմենները գալիս են իշխանության, նա Հայաստանի Հանրապետության տարածքը դիտարկում են որպես մեծ բիզնես օֆիս եւ փորձում են այդ բիզնես օֆիսից հնարավորինս քաղել իրենց համար, ոչ թե քաղաքացիների համար, ոչ թե երկրի համար, ոչ թե պետության համար, այլ իրենց համար։ Հետևաբար, ես չգիտեմ այլ երկրներում օրինակ բիզնեսմենները ինչ կարևոր բարձունքների են հասցրել իրենց երկիրը, ուզում եմ շեշտել մեր նման երկրները, հետ խորհրդային երկրները, որտեղ դժվարությամբ է ժողովրդավարությունը կայանում, որտեղ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, օրինակ պետական եւ ինստիտուտները կայացնելու կամ համակարգերը կայացնելու դեպքում խոսքը եվրոպական կամ արևմտյան այլ երկրների մասին չէ։ Մեր երկրներում բիզնեսմենին դիտարկել որպես երկրի ղեկավար, դա հավասար է, որ Հայաստանի Հանրապետությանը վարձակալության տան որևէ բիզնեսմենի։ Եվ այո, խնդիր է, որ բազմաթիվ են այն առաջարկները, այն խնդիրները, նույնիսկ հորդոր պահանջները, որ սահմանափակել պարզապես այս կամ այն անձանց մուտքը քաղաքականության մեջ, որպեսզի մյուսները կարողանան գան, մենք տարբեր կարգավորումներ փոխել ենք եւ ընտրական օրենսգրքում ենք փոփոխություններ արել եւ կուսակցությունների մասին օրենսգրքում ենք
փոփոխություններ արել։ Մենք ոչ թե սահմանափակել ենք ինչ-ինչ մարդկանց հնարավորություններ, այլ ընդհակառակը լայն հնարավորություններ ենք բացել բոլոր նրանց համար, ովքեր որ կցանկանան գալ քաղաքականություն։ Իսկ շատ գումար ունեցողների տեղը կարծում եմ քաղաքականությունը չէ եւ նրանք այսօր էլ շատ դեպքերում կարելի է լսել օրինակ Տաշիր գրուպի ղեկավարի կամ նրանց խմբի այս կամ այն ծրագրային դրույթները, որ իրենք գործարաններ են ցանկանում կառուցել, ընդ որում դպրոցների փոխարեն, ոչ թե եւ դպրոց եւ գործարան, այլ դպրոցը չեն կառուցում, գործարան են ուզում կառուցել, որ երևի ավելի հեշտ լինի նրանց կառավարելը, կամ նրանք ուզում են երիտասարդ ընտանիքների համար հետաքրքիր սոցիալական առաջարկներով բազմաբնակարան շենքեր կառուցել եւ այլն, այստեղ հարց է առաջանում։ Դուք նույն մարդիկ եք, դուք տիրապետում եք նույն ֆինանսական հնարավորություններին, սա նույն Հայաստանի Հանրապետությունն է, դուք նույն դուք եք, ձեզ ի՞նչն էր խանգարում նախկինում այդպիսի բաներ անել։ Ով էր ձեր դեմնարը, ով է ձեր առաջնարը։ Պետք է անպայման գաք իշխանության նոր, թե դուք իշխանություն ունենալու դեպքում ինչ ծրագրեր եք անում, մենք արդեն ունենք երկու օրինակ։ Դրանցից մեկը հեծներ, որտեղ օրինակ շատ մարդիկ 40 եւ ավելի միլիոն դրամով աշխատավարձ են ստացել եւ սա հեքիաթ չի, իսկ մյուս տիրապետումը Հայաստանի Հանրապետության կրկեսի շենքներ, որ 20-ից ավելի տարիներ այդպես սարքում էին եւ այդպես էլ չէր սարքվում, իրենք հանգամանքների բերումով ստիպված սարքեցին, դա էլ կարծում եմ իրենց քաղաքական նպատակների համար են սարքել, որտեղ շատ տրամաբանական է։ Տիկին Ստեփանյան, այնուամենայնիվ պիտի վերադառնանք թրիփին, որովհետև թրիփը գիտեք վերջին ամիսներին ամենակննարկվող պրոյեկտներից մեկն է, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Միացյալ Նահանգներում, Արևմուտքում ինչպիսի վերաբերմունք կա եւ ինչպիսի, այսպես ասած, հեռանկարներ են կապում թրիփի հետ, վերադառնալով Քոչարյանի ասուլիսին, ասում է իր բառերով ասեմ, ԱՄՆ-ն բրթելու է այս ծրագիրն առաջ, բայց այստեղ տնտեսական շահ որևէ շահ ԱՄՆ-ն չունի, միակ բանն այն է, որ ուզում է Իրանը վերցնել վերահսկողության տակ։ Նախ այդտեղով երկաթու միջոցով ինչպես են վերցնելու Իրանը վերահսկողության տակ անհասկանալի է, բայց ինչ խնդիր է սրանով լուծում Քոչարյանը եւ իր հյուսիսային օֆիսը, եթե կարելի է այդպես ասել, որովհետեւ մոտավոր նման հայտարարություններ մենք լսում ենք նաեւ Ռուսաստանի Դաշնությունից, թե որքան վտանգավոր է թրիփը հատկապես Իրանի համար, եւ նաեւ զարմանքի մասին խոսենք Քոչարյանին, որ ասում է այդքան միլիարդներ, որ ներդնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, միլիոնավոր դոլարների մասին է խոսքը, ոսկուց են կառուցելու այդ ռելսերը։ Տեղին չի այս հարցը Տիկին Ստեփանյան, հատկապես որ Քոչարյանը ռելսերից կարծում եմ քաջատեղյակ է։ Դե Ռոբերտ վերջից գանք, Ռոբերտ Քոչյանը կիմանա ոսկուցեն ռելսերը թե չէ, որտեղ ինքը եւ իր իշխանության տարիները շատ կոնկրետ ֆունկցիաներ են ունեցել ռելսերի հետ կապված հարցում, եթե նույնիսկ ոսկուգին արժանան, ապա Ռոբերտ Քոչյանը այստեղ անհանգստանալու բան չունի, քանի որ հիմնական ծախսերը, հիմնական ներդրումները իրականացնելու է ամերիկյան կողմը եւ արդեն խոսում է որոշակի գումարների մասին, վերջին կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում նաև արտգործնախարարը այս մասին երկար խոսեց։ Տեսեք, թրիփը փոխանակ գոհունակություն առաջացնի մեր քաղաքական դաշտում, ընդհակառակը խժդժություններ է առաջացրել եւ խժդժությունները մարդիկ փորձում են ոչ թե երկրի քաղաքական դաշտում սպասարկեն կամ իրականացնեն, այլ նաեւ ուղերձներ են հողում դեպի արտաքին գործընկերների, մեր տարածաշրջանների այլ պետությունների։ Վարչապետը եւ արտգործնախարարը իրենց խոսքում նշեցին, որ հնարավորինս խոսել են մեր հարևան Իրանի հետ, որովհետև Իրանը մեր բնական դաշնակիցն է, մենք շատ կարևորում ենք Իրանի հետ մեր փոխհամագործակցությունը, վերջերս դարձյալ Իրանի հետ կապված որոշ process-ների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը այն երկրներից էր, որ ընդունել է Իրանի քաղաքացիներին նրանց համապատասխան աջակցություն ցուցաբերելու առումով, այսինքն այն ջանքերը, որ այստեղից այսպես փոքրիկ կետերից գնում են դեպի Իրան, թունավորելու հայ-իրանական հարաբերությունները, ես կարծում եմ իրականում այդպես էլ ուղղակի մտահղացում մնալու են, որտեղ ի վերջո կա բաց փաստաթուղթ, փաստաթղթի մեջ գրված է այն ամենը, ինչ որ իրականանալու է առաջիկայում, եւ բնականաբար կա նաեւ երկխոսություն համապատասխան մարմինների միջև հայ-իրանական, եթե անհրաժեշտություն կա, ես կարծում եմ առաջիկայում դարձյալ գուցե Իրանից մենք այստեղ պատվիրակություն ընդունենք կամ այստեղից պատվիրակություն գնա Իրան եւ փարատի Իրանի մեր գործընկերների ինչ-ինչ կասկածներ, որոնք նորից եմ ուզում կրկնել, ոչ թե ձևավորվում են Իրանում, այլ այստեղից այսպես ազդակների միջոցով են գնում եւ բնականաբար դրանց միացել է նաեւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը, տպավորությունն է, որ Ռուսաստանի Դաշնությունում եւ արտգործնախարարությունը ոչինչ չկա անելու եւ հիմնական խնդիրը թրիփն է
եւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բայց այստեղ բանալի բառը Վարդան Ղուկասյանը չէ, այստեղ բանալի բառը թրիփն է դարձյալ, որովհետև նրանք անթաքույց ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը իրենց ազդեցության գոտին է եւ չի բացառվում, որ այստեղ իրենք հատուկ ռազմական գործողություն իրականացնեն։ Մենք չեզոքացնում ենք այդ հատուկ ռազմական գործողության հնարավոր իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, մենք շատ հարգում ենք մեր բոլոր հարևան երկրների շահերը, մենք պատրաստակամ ենք նրանց հետ նորից ինչ-ինչ հարցեր քննարկել, եթե դրանք առաջացնում են մեր հարևան երկրների որոշակի մտահոգություններ, բայց ես ուզում եմ նշել, որ մենք նախ եւ առաջ պարտավոր ենք եւ պետք է առաջնորդվենք Հայաստանի Հանրապետության շահերով, որովհետեւ անընդհատ նստել եւ մտածել այսինչ գործանքը անելու դեպքում հնարավոր է ես նեղացնեմ հարևան Վրաստանին, այսինչ գործարքը անելու դեպքում հնարավոր է ես օրինակ նեղացնեմ հարևան Իրանին, իսկ եթե ես օրինակ այս տնտեսական համագործակցությունը սկսեմ Թուրքիայի հետ, հնարավոր է որ մեր այսինչ հարևանը մի քիչ ինձանից նեղանա, կարծում եմ սրանք քաղաքական կատեգորիաներ չեն եւ խոսում են քաղաքական մանկամիտ կամ քաղաքական սնանկ մտքերի մասին, չի կարելի ղեկավարել մի երկիր, ունենալ այսքան խնդիրներով լեցուն մի երկիր, բայց անընդհատ մտածել հարևանների շահերի մասին։ Ես կարծում եմ, որ շահերը միշտ էլ հնարավոր է համադրել, եթե կան անհրաժեշտություն մենք այս մասին կխոսենք, առաջիկայում երբ որ թրիփը սկսի արդեն գործարկվել, ես վստահ եմ, որ ինչպես եւ վարչապետն է նշում եւ արտգործնախարարն է նշում, մեր հարևան բոլոր երկրները կկարողանան դրանից տնտեսական օգուտներ շահել, իսկ Հայաստանին պետք չի վախեցնել հատուկ ռազմական գործողություններով, որովհետև 91 թվականից սկսած մինչև 2023 թվականը ներառյալ Հայաստանում հենց հատուկ ռազմական գործողություններ իրականացվում էին, ուղղակի դրանք ուրիշ անվան տակ էին իրականացվում։ Փառք Աստծո, մենք արդեն կարողանում ենք հասկանալ, թե ով է մեր դաշնակիցը, մեր դաշնակիցներից ով մեզ ինչպիսին է ուզում տեսնել եւ անընդհատ որ մեզ ասում են դասեր չեք խաղում պատմությունից, դասեր չեք խաղում պատմությունից, ես ուզում եմ այստեղ բոլորիս հիշեցնել Ղրիմյան հայրիկի մասին պատմությունը, ով ասում էր, որ մեծ տերությունների կաթսայի մոտ, երբ բոլորը երկաթե շերեփներով էին մոտենում, մեր շերեփը ցավոք թղթե էր։ Հիմա մենք չենք ուզում էլ ունենանք թղթե շերեփ։ Հիմա մենք ուզում ենք մեր շերեփը բերել եւ հասցնել երկաթե շերեփին, որպեսզի մեծ տերությունների հետ հավասար գոնե կարողանանք հերթի մեջ լինել։ Լավ հասկանալի է, որ այդ մեծ կաթսայից մենք մեր ուզածը, մեր ցանկացածը, մեր մասնաբաժնով գուցե դեռ չենք կարողանում վերցնել, բայց կարելի է գոնե երկաթե շերեփ ունենալ եւ համալրել հերթ կանգողների շարքը, որ ի վերջո մեր բաժինն էլ հասնի։ Ահա սրան է միտված մեր արտաքին քաղաքականությունը։ Իսկ այս արդյունքում Ռոբերտ Քոչարյանի տրամադրությունը կընկնի, Ռոբերտ Քոչարյանը դե ուրիշ ինչի հետ պետք է համեմատի Ռոբերտ Քոչարյանը արտաքին քաղաքականությունը, եթե ոչ փողի եւ ոսկու հետ, դա իր խնդիրն է, թե Սամվել Կարապետյանը եւ իր թիմը ինչ սոցիալական ծրագրերով հանդես կգան, դա իրենց խնդիրն է, որովհետեւ այդ սոցիալական ծրագրերը մենք տեսել ենք հեծում, թե ինչպես են յուրաքանչյուր քաղաքացու եւ յուրաքանչյուր ընտանիքի գրպանը մտել եւ նույնիսկ մեծ ժամանակ չեն տրամադրել տեղեր կան, կառույցներ կան, որտեղ ուղղակի ասոցիատիվ մակարդակում մարդ որոշակի այսպես դրական էմոցիաներով է ապարուրում, դրանցից օրինակ մեր զորամասերն են կարող եմ առանձնացնել, դրանցից օրինակ մեր բժշկական կենտրոններն են, հիվանդանոցները, դրանք են օրինակ շուրջօրյա խնամքի կենտրոնները, որտեղ մեր ծերերը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր անչափահաս երեխաներ կան։ Այս մարդիկ տարբերակում չեն դրել եւ անգամ այդ կառույցներից են հավելագրումներ արել, բայց հիմա եկել են եւ ասում են ընտրեք մեզ եւ մենք Հայաստանը կսարքենք դրախտ։ Ձեր սարքած դրախտում մենք ապրել ենք, ձեր սարքած դրախտը ձեզ պահեք։ Մենք դրախտներ չենք փնտրում, մենք ուզում ենք ունենալ ժողովրդավար, բոլորի կողմից ընդունելի, բոլորի կողմից հարգված եւ միջազգային մակարդակում հարգանքի արժանի Հայաստանի Հանրապետություն։ Արչեվում ընտրություններն են եւ կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վստահ գիտի ում ընտրի, որպեսզի Հայաստանը դառնա դրախտ որոշների համար, թե Հայաստանի Հանրապետությունը մնա պետություն։ Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Կհանդիպենք։